Դե չեմ կարծում տապալվեց, իրենք թող Արեգ Հովսեփյանի թեկնածությունը չէ՞ դա։ Վերջացավ։ Ձերը քննարկեցին համ ձեր նախագահները։ Սիրելի լրագրողներ, տեսեք խնդիրը ինչու՞մն է։ Արդեն 2 շաբաթ է ԱԺ կանոնակարգ օրենքին հակասող բաներ են անում։ Նախագահողները ամեն անգամ, եթե նկատել եք, անընդհատ այդ յուրաքանչյուր իմիջիայլոց ընդդիմադիր պատգամավորից հետո իրենց շատ երկար առանց ժամանակի, առանց ոչ մի բանի իրենց անգամ ելույթ։ Այսօր տեղի ունեցավ աննախադեպ Աննա Գրիգորյանի անգամ ելույթի ժամանակ ընդհատեց փոխնախագահը ու սկսեց խոսել։ Ես չգիտեմ, չեմ կարծում վատ բան եմ արել, բայց մեր հայրենակիցներին ընդհանրապես ուզում եմ ասել, որ ով է լիներ այս դահլիճում, հաստատ այդ ռեակցիան կտար։ Կապած ինչ տեղ ունեցավ, որ ձեզ ոնց որ ուժով փորձեցին դուրս հանել։ Մի հատ նկատողություն տվեց, ասի հաջորդը ինչ պետք է անես, երկրորդը տվեց, երրորդը Դուք տեղից արձագանք։ Եթե դու չէի գալիս, արդեն հաջորդ օպերացիաներ տեղ ունենում, որ ես թույլ չտվեցի, որ ինձ հանեն դուրս, ընդհանրապես չի կարող։ Այսօր լքում եք մի ազգային ժողովի շենքը, կվերադառնաք հավանաբար վաղը։ Որոշենք, այս բան չեմ կարող ասել։ Այո, այսօրվա հերոսը դուք եք, այսինքն գնում եք ազգային ժողովից, այլևս այսօրվա նիստին չեք մասնակցելու։ Դա բողոքի նոտա է, Չէ, ուղղակի մեր խմբակցությունը կարծում եմ այդպես հատուկ չեն քննարկել, բայց ի նշան աջակցության ինձ, որպես ֆրակցիայի անդամ եւ նաեւ իրենց բողոքը արտահայտելով նախագահության կողմից իրենց վերապահված լիազորությունների չարաշահման հետ կապված որոշեցինք լքենք։ Վաղը գալի եք։ Չկա այս բային որոշում, կասենք էլի։ Ստերոթին կմասնակցենք, բայց նիստին մասնակցելու որոշում այս բանը չունենք։ Իմ կարծիքով համոզված եմ լսում են կամ լսելու են քաղաքացիական պայմանագիրը պետք է լուրջ հետևություններ անի եւ իրենց պահի ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի։ Չի կարելի 100-150 ՊՊՑ-ի տղաներ, տեսեք այդ ներս գալը հետ։ Ես չեմ ուզում կոպիտ որակումներ տամ, բայց ամեն դեպքում տղամարդավարի չի։ Պարոն Ղազենյան, ներողություն, քանի որ մենք ներսում չենք եղել, դուք հստակ որևէ բառ արտահայտություն ինչ եք ասել, որից Ընդհանրապես ասել եմ, սա օրենքով, այ ինչ որ դուք հիմա անում եք, Արեգ Հովսեփյանից հետո, այսօր իմիջիայլոց երևի 5-րդ, 6-րդ, ընդհանրապես այս 2 շաբաթվա ընթացքում անընդհատ։ Ընդհանրապես հարց եմ տվել, սա ԱԺ կանոնակարգ օրենքով, ասում լռեք։ Ասում եմ, չէ, հարց եմ տալի, պատասխանեք, ասում լռեք։ Հիմա այդտեղ ինչ անես, լավ, ո՞րն է այդտեղ։ Այսինքն դες անընդհատ լռես ու տեսնես, թե ամեն ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո իրանք ինչ են անում։ Այսինքն այնքան բարեկրթությունն մի բան չէ, էլի։ Այնքան իրենք այսպես ասած սահմանները կորցրել են, որ պատկերացրեք այսօր անգամ Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ ընդհատեց պատգամավորին, ինքը սկսեց խոսալ։ Շուտ չի լինում դες։ Թող հետևություններ անեն ուղղակի։ Այս կոշտ հարցադրումները Արեգ Հովսեփյանին, կոշտ հարցադրումները պատահական են, թե ցանկալի չի տեխնացում։ Չեմ կարող ասել, ես մի առիթով ասել եմ, բացարձակապես չեմ խնդրում, ես համոզված եմ նաև իմ գործընկերները, դա սահմանադրական նորմ է, դոնթի բանաձևով ուզում են ընտրել, ուզում են չընտրել։ Այնպես չի, որ մեր համար չընտրվելու դեպքում մեր աշխատանքի որակը կամ ինչ-որ այլ բան փոխվելու է։ Այլ տեխնացու բերելու։ Չի քննարկվել։ Կանեն իրենց որոշումը, մենք էլ մերը կանենք, հաշվի առնելով, որ մենք ինչ անգամ շշուկով խոսում ենք, ամենայն դեպս այս շենքում իրանք իմանում են, մենք էլ քննարկում ենք ըստ անհրաժեշտության։ Շնորհակալություն։